Հանուր առմամբ ինչպիսի գնահատական կտակ, եթե նաև հաշվի առնենք այն, որ փաստորեն Երեմ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանի փաստաբանը մեկուսացվեց այս վարույթից։ Տեսեք, մենք բարձրանամ, այո, նախ մենք եկեք ֆիքսենք, որ Հայաստանում այս բոլոր գործընթացները իրավական գործընթացների հետ որևէ կապ չունեն, որովհետև մենք հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն օր խախտվում է սահմանադրությունը, այսինքն մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ սահմանադրությունը չի գործում եւ այս իշխանությունների հիմնական գործելավոճը սահմանադրության խախտումներով ինչ-որ քայլեր կատարելն է։ Ամբողջ գործընթացը ես գնահատում եմ ոչ իրավական, սա բացառապես քաղաքական հետապնդում է, որովհետեւ մենք տեսանք, թե ինչպես էր նախընտրական փուլում Փաշինյանը արդեն իսկ ազդարարում, որ Ծառուկյանին պետք է ձերբակալեն, Ծառուկյանին պետք է ունեզրկեն եւ մնացած ոչ վայելուչ արտահայտությունները նույնիսկ կրկնելու անհրաժեշտություն չկա։ Հետևաբար դա ուղիղ ցուցում էր հանդիսանում իրավապահ համակարգի համար, որպեսզի ինչ որ շինծու գործ հորինեն եւ դրանով իսկ մեկուսացնեն Գագիկ Ծառուկյանին։ Եվ ոչ միայն ամբողջ process-ն է հորինված եւ շինծու, այլ նաեւ գործընթացը իրենց այդ հորինած քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում իրավունքի կոպտագույն խախտումներով։ Մենք տեսանք, որ այո, փաստաբանը մեկուսհեռացվեց գործից եւ աբսուրդը հասել է նույնիսկ նրան, որ փաստաբանին հրավիրում են հարցաքննության, այն դեպքում, երբ փաստաբանի իրավունքները երաշխավորված են նաև փաստաբանության մասին օրենքով, որտեղ գոյություն ունի փաստաբանական գաղտնիք եւ դրա շրջանակներում փաստաբանը բնականաբար հարցաքննվել չի կարող։ Մենք այնուամենայնիվ տեսնում ենք, որ սա բեսպրեդելի նմանվող արարք է, գործունեություն է եւ նպատակը մեկն է, որքան հնարավոր է ոչ նպաստավոր պայմաններ ստեղծել Ծառուկյանի եւ իրեն այսպես կարված գործի հետ կապված։ Այսինքն իշխանությունը սրանով ինչ է ցույց տալիս, այլախոհությունը տեղ ունի Հայաստանում, թե իշխանությունը երկու բան է ցույց տալիս։ Իշխանությունը առաջին հերթին ցույց է տալիս, որ դու չես կարող ունենալ այլ կարծիք, քան իմն է, այսինքն ցանկացած այլախոհ, այս դեպքում նույնիսկ պարտադիր չէ, որ նա լինի ընդդիմադիր գործից։ Ցանկացած այլախոհ այս դեպքում վտանգված է, որ կհայտնվի ճաղերի հետևում։ Եվ երկրորդ կարևոր ուղերձը հետևյալն է, որ իշխանությունը անում է այն, ինչ ուզում է եւ որևէ բանով սահմանափակված չէ։ Սահմանափակված չէ օրենքով, սահմանափակված չէ ուրիշների շահերով, մարդկանց շահերով եւ սահմանափակված չէ իրավունքով։ Հետեւաբար երկու կարևոր ուղերձ պարբերաբար այս իշխանության կողմից հղվում է հանրությանը եւ դա ստեղծում է այն մթնոլորտը, որ անկեղծ ասած այսօր կա մեր հասարակությունում։ Ընդդիմադիր գործիչները ասում են, որ այս գործընթացը քաղաքական է եւ զորացի գործված է, այդուհանդերձ սպասելիքները։ Եթե խոսքը վերաբերում է այս կառույցից կամ հետո դատական համակարգից, իհարկե սպասելիքներ չունեմ, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես են բազմաթիվ քրեական գործեր քննվել եւ շատ բացառիկ դեպքերում է լինում, երբ դատավորները առանձնանալով ողջ, այսպես կցորդ դատական համակարգից կայացնում են իրավունքին եւ օրենքին համապատասխան որոշումներ։ Հիմա մնում է հույս ունենալ, որ ի վերջո գործը կմակագրվի այդպիսի մի դատավորի, որը կառաջնորդվի բացառապես իրավունքով եւ օրենքով, սակայն մենք մյուս կողմից էլ տեսնում ենք, որ թե այդպիսի դատավորների նկատմամբ ինչպիսի ներգործություն է տեղի ունենում, այսինքն այդպիսի դատավորները շատ արագ հայտնվում են բարձրագույն դատական խորհրդում եւ տարբեր վարույթի շրջանակներում փորձում են կաշկանդել նաեւ իրենց օրենքով եւ իրավունքով առաջնորդվելու սկզբունքը։ Հետևաբար պետական մարմիններից խոսքը քննչական մարմիններին է վերաբերում, խոսքը դատախազությանն է վերաբերում, խոսքը դատարանին է վերաբերում, այս պահին ակնկալիքներ չկան, այս մարմինները դարձել են մեկ անձին ծառայող մարմիններ եւ ի վերջո կկայացնեն այնպիսի որոշում, ինչպիսի որոշում իրենց կթելադրվի վերևից։ Ես եմ շնորհակալ Սարգսյանի բարիքի որքանով է իրավականորեն Ես այդ հարցին անդրադարձա, եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ այս պարագայում փորձում են ցանկացած հակաիրավական գործունեությամբ ոչ նպաստավոր պայմաններ ստեղծել Ծառուկյանի եւ գործի քննության համար, դրան զուգահեռ աբսուրդ եմ համարում Երեմ Սարգսյանին հարցաքննության հրավիրելը, որովհետեւ վերջինս օժտված է փաստաբանական գաղտնիք պահելու պարտականությամբ եւ այս պարագայում ես չեմ պատկերացնում, թե այդ ինչպես են հարցաքննությունը իրականացնելու։ Ես եմ շնորհակալ։
Ինչ կար, չէ՞, ասենք։